բուրըն ցանկությունը Հայ ազգային կոնգրեսի երևի ուղղորդվելով պարոն Տեր-Պետրոսյանի կամքով բաներ գնալ համագործակցել ուժեղ Հայաստանի հետ, ընդեղից էլ դրել վերցրել են, ասել են, չէ, մենք Լեմզի համար պետություն ենք, հա, անցեք կխոսանք, խորհրդարան անցեք կխոսանք, կտեսնենք, հա, եւ բարբերաբար այն հարցն է հնչում այս օրերին, թե կարող է պատահի մինչև ընտրությունները այնուամենայնիվ Քոչարյան, Ծառուկյան եւ ուժեղ Հայաստան միանան իրար հետ, Նարեկ Կարապետյան բանը կարող է միանան իրար, բայց հաշվի առնելով, որ Նարեկ Կարապետյանենք հայտարարել են, որ վարչապետի իրենց տեխնացուն հաջորդ Հայաստան, ոչ միայն իրենց, այլև հաջորդ տեխնացուն Սամվել Կարապետյանն է, դա նշանակում է, որ իրենց տեխնացուն կոնե Ռոբերտ Քոչարյանը չէ։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է, որ եթե տեխնացու դիրինի, ես եմ աշխարհի միակը, չնաշխարհիկը, գեղեցիկը, մարտի 1-ի հեղինակը, Գույք Պարտքի դիմացի հեղինակը, այնպես որ ես եմ, եւ ուրիշ մարդու անուն մոտս չտակ, մոտարապես ասածը էս է։ Իսկ որ ընտրություններից հետո միավորվեն Քոչարյանի շուրջը, հայոց քաղաքական միտքը այդպիսի փայլատակումներ է ունեցել, որ էլ ասելու չէ։ Կարող է եւ միավորվեն։ Եթե անցնեն խորհրդարան, հետո ինչ որ Նարեկ Կարապետյանն ասել է հոպարն է լինելու հաջորդ վարչապետը, կարող է ասի քաղաքական դրությունը մեզ ստիպեց, որ մենք, գիտեք, հա, այդպես լինում է, Գյումրիում է լինում նման բաներ, աշխարհի տարբեր քաղաքներում նման տարօրինակ զվարճալի բաներ լինում են, կարող է եւ ստեղ լինել, էլի, հա։ Մինչև ընտրությունները այս իմաստով այդպիսի միավորումը ես բացառում եմ, որովհետեւ մինչև ընտրությունները արդեն երկուսն էլ կոշտ արտահայտվել են։ Քոչարյան Ռոբերտ ասում է ես եմ ու չկա, ավելի գեղեցիկը այն կողմից էլ Նարեկ Կարապետյան եւ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու, ինչքան էլ իրենք զորեն ու պնդեն, էլի, հա։ Եթե չի հավատում, կարող է բացել տեսնել Փաշինյանի եւ Պուտինի զրույցը, որտեղ Փաշինյանը Պուտինին պոպուլյար կերպով ժողովրդական խոսքով, ճիշտ է ռուսերեն, բացատրում է, որ չի կարող լինել, էլի, Սամվել Կարապետյանը չի կարող լինել։ Չի կարող լինել Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը եւ մասնակցել ընտրություններին եւ այլն եւ այլն։ Այս իմաստով մինչեւ ընտրությունները նման միավորում լինել չի կարող։ Պարոն Ծառուկյանի նկարտումները թույլ կտան մինչեւ ընտրությունները միավորվել Սամվել Կարապետյանի հետ, դա հնարավոր է։ Դա հնարավոր է։ Չմոռանանք պարոն Ծառուկյանի 16 էջանոց ապօրինի գույքի ցուցակը, որը պետությունը շատ է ճանում վերադարձնել, իդ չի ստացվում ոնց որ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։